Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կշարունակի քննարկել Տաշիր կապիտալ ընկերությանը տրված Հայաստանի էլեկտրական ցանցերի լիցենզիայից զրկելու հարցը։ Բղավոցներ, նյարդային ջղաձգումներ, անկարգություն եւ խուլիգանություն, ինչպես եւ ինչ բառամթերքով անցավ ՀԿՑՀ նիստը կադրերում։ Դուք տեղյակ չեք, Հետ նախկին նախագահ Դավիթ Ղազենյանը նիստից առաջ համոզմունք հայտնեց։ Հանձնաժողովը կզրկի ընկերությանը լիցենզիայից։ Նա հարց բարձրացրեց. ներկայացուցիչներն ինչ նպատակով են հոկտեմբերին եղել Թուրքիայում։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Կներեք ստացվում է, որ կարող է ադրբեջանցիների կամ թուրքերի ձեռք Իսկ ինչու ոչ, իսկ ինչու ոչ։ Արդյոք Թուրքիայում հեծի համար գնորդ են փնտրում Ղազենյանի մեղադրանքին Ռոմանոս Պետրոսյանը ուղիղ չի պատասխանում։ Ձեզանից շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարո՞ղ եմ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդեմ անեմ։ Նախքան հանձնաժողովը կներկայացներ հեծի վերաբերյալ 171 էջանոց վարույթը, Տաշիր կապիտալի ներկայացուցիչը միջնորդեց բացառք հայտնել հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Միջնորդության հիմքն այն պնդումն էր, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ է։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԾԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահային փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը խոսում է, որ ՀԾԿ նախագահի թափուր պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ ՀՑԿ ներկայացուցիչները մերժեցին բացարկի միջնորդությունը։ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակեց ղեկավարել հեծին լիցենզիայից զրկելու նիստը։ Հեծի նախկին ղեկավարները կտրականապես չեն ընդունում ՀՑԿ ներկայացրած խախտումների մասին մեղադրանքները, դրանք որակելով սուտ։ Արդյոք հանձնաժողովի աշխատակազմը հասկանում է հասկացել է հարցի լրջությունը եւ նախագծում առկա, այսպես ասած, մասնակիցներից ստացված ինֆորմացիան վերլուծել է ամբողջական եւ հասկանում է, որ անգամ հնարավոր է քրեական պատասխանության հետևանք լինի իրերը ոչ ճիշտ իրենց անուններով կոչելու, սուտ մատնությունների, չգիտեմ, եւ այլն։ Հայտնի չէ, այսօր նիստի երկրորդ օրը։ ՀՑԿ-ն վերջնական որոշում կկայացնի, թե ոչ, բայց մի բան հստակ է, որ մինչև նոյեմբերի 18-ը որոշումը պետք է կայացվի։